Մեծարգո փոխոսնակ հարգելի գործընկերներ, Տիկին Ղարամանյան ուրախ եմ, որ ձեզնից հետո եմ ելույթ ունենում, որտեղ ինչ-որ չափով նաև ձեզ եմ անդրադարձ կատարելու։ Իդեպ այսօր էլ ձեր ուրեմն ֆրակցիայի անդամներից եկել կանգնել են, ասում են, հարգելի հայրենակիցներ, դուք պետք է փոփոխությանը հավատաք։ Ժողովուրդը ձեր առաջարկած փոփոխությանը արդեն իսկ չի հավատացել։ Չի ընտրել ձեզ որպես իշխանություն, չի հավատացել։ Ու դրա համար կան տարբեր պատճառներ։ Օրինակ, այդ պատճառներից մեկն այն է, որ քաղաքացին սկսել է տարբերակել մանիպուլյացիան իրականությունից, Տիկին Ղահրամանյան։ Այստեղ այսօր առավոտյան դուք ասում եք, որ հանրային հեռուստաընկերությունը ընտրությունների ժամանակ հավասար եթերաժամանակ չի տրամադրել։ Ես հիմա իդեպ փաստաթղթից եմ ուզում մեջբերում անել։ Ճիշտ եք ասում, Տիկին Ղահրամանյան, հավասար չի տրամադրել։ Ձեզ նախընտրական շրջանում տրվել է ավելի շատ ժամանակ։ Ձեզ տրվել է 2315 րոպե եթերաժամանակ, երկրորդ տեղում Հայաստան դաշինքն է 2268 րոպե եթերաժամանակով, նոր երրորդը մենք 2186 րոպե եթերաժամանակով, ու այս վճարովի ժամանակից է, որ ձեր մոտ գեներացվել է ավելի րոպեներ, բոլորին հավասարապես 90 րոպե ժամանակ է տրվել։ Եթե դուք հիմա տեղից բան եք ասում, նկատի ունեք, որ առհասարակ չի լուսաբանվում ընդդիմությունը, Տիկին Ղահրամանյան մեջքով ձեզ չեմ տեսնում, ուրեմն ընտրություններից հետո 8 շաբաթների ընթացքում հանրային հեռուստաընկերությունը ուժեղ Հայաստան կուսակցությանն է դիմել, ասելով եկեք բանավեճի հաղորդման եւ այլն, 4 անգամ դիմել է եւ քանի անգամ է այս կուսակցությունը համաձայնել գնալ հանրային հեռուստաընկերություն 0 4 անգամն էլ մերժվել է։ Ահա այսպես է ստացվում, որ մենք կարող է ավել այնտեղ երևանք, դուք քիչ, բայց կներեք, մենք չպետք է հարմարեցնենք ձեզ հետ, երբ որ դուք հրաժարվում եք, մենք էլ ասենք, չէ, կներեք, մենք չենք կարող առանց նրա գնալ։ Ու լրատվական անաչառությունից Տիկին Ղահրամանյան, գիտեք, քանի որ դուք նաև ոլորտից եք, լրագրող եք, ես չեմ հիշում, որ դուք մեկ անգամ գոնե հրավիրած լինեք ինձ, իմ գործընկերներին, դուք մեծապես ձեր հաղորդումներին հրավիրել եք, նաև հարևան ձեր խմբակցությունից անդամ եկավ, ընդդիմադիր տարբեր մարդկանց եւ եթերաժամանակ հանրային մուլտիպլեքսի հեռուստաընկերությունում աշխատելով դուք եթերաժամանակ չեք տվել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից կամ իշխանական որ խնդրում եմ Տիկին Ղահրամանյան մի խանգարեք ձեզ բոլորը ուշադիր լսում են Տիկին Ղահրամանյան օրինակ ես նկատում եմ որ դուք ձեր խմբակցությանն եք փորձում խմբագրել դա շատ նաեւ տգեղ է օրինակ Տիկին Մանուկյանը խոսում է ասում է այո ես եւս իշխանության մաս եմ համարվում դա ճիշտ է եւ Տիկին Ղահրամանյանը հարցի իրավունքից օգտվում է ասում է հանկարծ չհավատակ մենք դեմ ենք ամեն ինչին մենք իշխանության մաս չենք եւ դա տգեղ է ձեր գործընկերոջ հանդեպ նախ եւ առաջ էլ չեմ ասում նոր էլ պարոն Հարությունյանը մեր Հարությունյանի հարցին պատասխան Անելիս ասում է ես լավ եմ վերաբերում քառակողմ հայտարարությանը արագ SMS է ստանում ստեղից երևում է եւ ասում է ես լավ չեմ վերաբերվում այդ քառակողմ հայտարարությանը Քաղաքացիները համենայն դեպս այդ ամեն ինչը տեսնում եւ զգում են։ Եվ ինչի օրինակ ձեր փոփոխությանը չեն հավատում քաղաքացիները։ Դուք նախընտրական շրջանում տվել եք ամենապոպուլիստական խոստումները։ 0% հարկ, անվճար կրթություն, ուրեմն նոր աշխատատեղեր աշխարհում հնարավոր բոլոր պոպուլիստական խոստումները տվել եք, բայց չեք ստացել աջակցություն։ Ձեր թիրախավորված համայնքներում, ձեր կողմից թիրախավորված օրինակ Կիրանցում, ինչու ենք մենք ստանում առավելագույն ձայներ։ Ինչու ձեր կողմից թիրախավորված տեղ համայնքում մենք ստանում ենք առավելագույն ձայներ։ Ինչու ձեր թիրախավորած Տիգրանաշենում մենք ստանում ենք առավելագույն ձայներ։ Չեք հասկացել սրա հետ կապված Ինչն է խնդիրը։ Խնդիրն այն է, դուք ինչքան թիրախավորում եք, այդքան ժողովուրդը մեր թիկունքին է կանգնում, որտեվ ժողովուրդը, մենք ժողովրդի մասն ենք։ Տիկին Գասպարյան ոնց որ։ Տիկին Գասպարյանին հատկապես դիմում, այսօր այնպեսի հայտարարություն արեց։ Հա, մենք այդ ժողովրդի, հատկապես ձեր հրամանքով ասած, ուրեմն անապահով խավի մի մասնիկն ենք։ Բայց անապահով խավին եւ աջակցության մասին էլի։ Մենք որ եկանք 18 թվին ուրեմն իշխանության, տեսանք որ այդ անապահով խավին համար հատկացվող այդ աջակցություններից օգտվում են բրաբուսով մարդիկ։ Այդ ո՞նց
է այդպես ստացվել։ Անկամ այդ անապահով խավի համար այդ մի քանի գրոշը դուք չեք թողի, որ հանկարծ հասնի թիրախավորված մարդկանց։ Իսկ անապահովության մասով մենք կարծում ենք, որ այդ աղքատության ճիրաններից քաղաքացին պետք է դուրս գա։ Մենք չենք ուզում, որ աշխատող քաղաքացին ստանա պետությունից ենթադրենք 20,000 դրամ, այն քաղաքացին, որը կարող է աշխատել 200,000 դրամ։ Ու դրա համար պետական բյուջեի աջակցության բազմաթիվ ծրագրեր են անում, որ քաղաքացին դուրս գա այդ աղքատության ճիրաններից ու չմնա ընտրակաշարքի, կոմբայնների, շալվարների ու եսիմինչերի հույսին։ Այ դրա համար ենք մենք այդ ծրագրերն անում։ Եվ դա տվել է արդեն իր արդյունքները։ Օրինակ, աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին նվազել է 1.4%-ով։ Ծայրահեղ աղքատությունը մի ծիծաղացեք 4%-ով, ներողություն, ճիշտ եք անում, որ ծիծաղում եք, 4%-ով է որտեղ նվազել։ Ծայրահեղ աղքատությունը 1.4%-ից հասել է 0.6%։ Եվ ես սա այնքան էլ հպարտությամբ չեմ ասում, նկատելի է երևի, որովհետև մենք շատ բան ունենք դեռ անելու, որ այս ցուցանիշները հասնեն մինիմալի, եթե ոչ 0-ի։ Աշխատավարձի եւ պարգևավճարի մասին։ Շիրազը Մանուկյան ասում է, որ իշխանական ֆրակցիան պարգևավճար է ստացել, ես ինչի տեղից արձագանքեցի, որովհետև իշխանական ֆրակցիան չի մենակ պարգևավճար ստացել, այն ընդդիմադիր ֆրակցիան էլ է ստացել, պարոն ուրեմն Մանուկյան, ձեզ հարազատ հանրապետականներին հարցրեք, իրանք էլ այնտեղ փոքր ֆրակցիային, իրանք էլ են այդ պարգևավճարը ստանում։ Հետո այդ համակարգում կառավարությունում եւ խորհրդարանում կան բազմաթիվ հազարավոր, քանակը չգիտեմ մեր պետական ծառայողների, բայց բազմաթիվ այդ միլիարդները, որ դուք նշում եք, որ ազդեցիկ հնչի եւ պոետիկ, ուրեմն այդ մարդկանց մեջ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ձեզ են ձայն տվել, որոնք ձեր հարազատներն են, ինչպես գիտեք։ Եվ այդ մարդկանց ասել, որ դուք ցավ եւ ոնց ասեց պարոն Մանուկյանը, մեզ ցավ ու չգիտեմ ինչ են պատճառել, հետաքրքիր ձևակերպում էր արել, որ քաղաքացիներին ցավ ու տառապանք, թե ինչ են պատճառել, այդ այնքան էլ արդար չէ էլի այդ մարդկանց հանդեպ։ Ասել պարգևավճար ստացողները մեզ ցավ են պատճառել։ Կամ պարոն Մանուկյանը ինձ թվում է դեռ չի գիտակցում որտեղ է գտնվում, չի գիտակցում իր պաշտոնը, ինչքան ազդեցիկ է։ Կան այստեղ կանգնել ասել, որ մենք զիջել ենք Հայաստանի սուվերեն տարածքում, դրա համար էլ կան ադրբեջանական զորքեր, մենք զիջել ենք, որ կան ադրբեջանական զորքեր, սա խայտարակություն է, ժողովուրդ։ Այսինքն ասում եք, որ մենք ենք զիջել եւ Ադրբեջանը չի օկուպացրել մեր սուվերեն տարածքները, լուրջ։ Տենց եք դուք քաղաքականությամբ զբաղվում, թե դա է Հայաստանի շահը։ Դրա համար ճիշտ կլինի, որ ծաղիկից եւ այլ բաներից խոսեն։ Այդ նույն պատգամավորը ասում է մենք 3 պատերազմ ենք բերել, հա։ Ուրեմն հարգելի նոր հանրապետական ֆրակցիա, հատկապես պարոն Մանուկյան, հին հանրապետական ֆրակցիայի եւ կուսակցության ղեկավարը այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին, որ դեռևս հեղափոխությունը չէր եղել եւ ինքը ընտրվում էր որպես վարչապետ, եկավ կանգնեց ասեց, որ բանակցային ուրեմն բանակցությունները փակուղում են, որևէ լավատեսություն չի ներշնչում բանակցությունները եւ պատերազմը անխուսափելի է։ Անոս արեց պատերազմի։ Ձեր քաշած ականը, այո, տրաքել է մեր ձեռքում։ Ձեր քաշած ականն է պատերազմի տեսքով տրաքել մեր ժողովրդի եւ մեր ձեռքում։ Դրա համար պատերազմի ուրեմն պատճառների մասին գնացեք ձեր հարազատ ֆրակցիաներից հարցրեք։ Հետո պարոն ուրեմն Գևորգյանն էր ասում էր PR բան է, PR ակցիաներ եք անում, ոչ թե գործ։ Այսինքն ասում դպրոցները, ճանապարհները PR ակցիա են։ Ախր ձեզ չեն ընտրում, որովհետև այդ դպրոցներում սովորող մարդիկ, նրանց ծնողները, ուսուցիչները տեսնում են, որ դա PR ակցիա չէ, դա իրական է։ Այն թոշակառուն, որը բարձրացրած 2-3 անգամ բարձրացված թոշակ է ստանում, գիտի, որ դա PR ակցիա չէ, դա իրական է։ Այդ մարդիկ, որոնք ստանում են անվճար բժշկական օգնություն, վիրահատություններ, դեղեր, այդ մարդիկ տեսնում են, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Այն մարդիկ, որոնք բալիկ են ունեցել ու 50,000 դրամի փոխարեն 500,000 են ստացել, ծնելիության աճեցել եք խոսում։ Այդ մարդիկ գիտեն, որ այդ 500,000-ը PR ակցիա չէ, դա իրականություն է։ Այն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակից 4889 մարդը, ով ստացել է բնականի հավաստագիր, ինքը գիտի, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Այն 45,000 մեր Ղարաբաղցի քույրերը, եղբայրները, որոնք ստացել են ֆինանսական աջակցություն դրամական, նրանք գիտեն, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Նենց որ չեմ ուզում ձեր իհարկե համբերությունը չարաշահեմ, բայց մի բան էլ նշեմ, ես իհարկե կարելի է շատ երկար ասել։
Քաղաքացին, որը տեսնում, զգում, շոշափում է խաղաղությունը, ինքը գիտի, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Դրա համար էլ տեր կանգնեց խաղաղությանը։ Դրա համար էլ դուք հետևություններ արեք, թե ինչի ձեր խոստացած փոփոխությունների համար ձեզ չընտրեցին, այլ ընտրեցին իրականությունը, որը PR ակցիա չէ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Գարիկ Սարգսյան։